Ամերիկայի ձայնի մինչ օրս հեռարձակվող ամենահին ռադիոհաղորդաշարն է 1965 թվականին Լիո Սարգսյանի հիմնած Music Time in Africa-ն, թարգմանաբար երաժշտության ժամ Աֆրիկայում։ Հաղորդաշարը բաղկացած է միայն աֆրիկյան ավանդական և ժամանակակից երաժշտությունից, յուրօրինակ երաժշտական հավաքածու, որը հենց ինքը Լիո Սարգսյանն է ձայնագրել իր գործունեության 50 տարիների ընթացքում, այցելելով Աֆրիկայի 50-ից ավելի երկրներ։ Քանի որ ես նկարիչ էի երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ես անմիջապես տեղափոխվեցի Նյու Յորք և աշխատանքի տեղավորվեցի որպես նկարազարդող։ Սակայն ամեն գիշեր ես անցկացնում էի Նյու Յորքի հանրային գրադարանում և կարդում էի չինական, ճապոնական, աֆրիկյան երաժշտության մասին։ Մի օր իմ փոքրիկ բնակարանի դուռը թակեց փետրավոր գլխարկով մի բարձրահասակ տղամարդ, ով հոլիվուդյան Թեմփո ձայնագրման ընկերության ղեկավարն էր և ինձ աշխատանքի հրավիրեց։ Հենց այդ օրը իմ կարիերան նկարչությունից վերափոխվեց երաժշտության։ I turned my career from art into music, just like that. My whole life. Իմ կյանքի բնութագիրը աֆրիկյան ասացվածքն է։ Երբ դուռ է բացվում, ներս մտիր։ Եվ երբ Ամերիկայի ձայնում աշխատելու դուռը բացվեց, ես ներս մտա։ Վաշինգտոնում վերջերս անցկացված էթնոերաժշտության հասարակության 61-րդ ամենամյա հանդիպման մեկ ամբողջ ելույթ նվիրված էր Լիո Սարգսյանին, որի ժամանակ խոսվեց նրա ստեղծած ռադիոհաղորդման անկրկնելի լինելու հանգամանքի, դրա երկարակեցության, հաղորդման ծառայած դիվանագիտական դերի և էթնոերաժշտության աննախադեպ հավաքածուի մասին։ Լիոյի ստեղծած երաժշտական հավաքածուն բաղկացած է 10,000-ից ավելի եզակի ձայնագրություններից, որոնք այժմ թվայնացման փուլում են գտնվում։ Welcome to Music Time in Africa. I'm Heather Maxwell from Washington on the Voice of America, VOA Africa. Music Time in Africa ռադիոհաղորդաշարն այժմ վարում է Heather Maxwell-ը։ For you this week. New and old songs from all across the continent, as usual. Leo. I met Leo maybe 20 years ago. Առաջին անգամ հանդիպել եմ Լիո Սարգսյանին 20 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի, էթնոերաժշտության միջոցառման ժամանակ։ Նա մեծ ճանաչում ուներ և բոլորն ասում էին, ահա նայեք Լեոն այստեղ է կանգնած։ Ես մոտեցա, որ ծանոթանայի նրա հետ, սակայն մեր շփումը երկար չտևեց, նա շատ զբաղված էր։ Պատկերացրեք, թե ինչ էի զգում, երբ 20 տարի անց ինձ խնդրեցին զբաղեցնել նրա տեղը։ Ինձ համար դա մեծ պատիվ էր, և ես մինչև հիմա զարմացած եմ, որ այստեղ եմ։ Երբ 2012 թվականին աշխատանքի անցա, Լեոն թոշակի էր անցել, սակայն շարունակում էր իր կնոջ Մերիի հետ գալ այստեղ և պատասխանել երկրպագուներից ստացված հարյուրավոր նամակներին։ Նա ինձ սովորեցրեց ծրագրի մասին, ծանոթացրեց իր երաժշտական հավաքածուին և բացատրեց, որ որքան կարևոր է երկրպագուների հետ կապ պաշտպանելը։ Նրա ծրագիրը միավորում էր մարդկանց, քանի որ նախկինում, ասենք երբ բնակվում էիր Հարավային Աֆրիկայում, երբեք ռադիոյով չէիր լսի եթովպիական երաժշտություն։ Լեոյի ծրագրի շնորհիվ Աֆրիկայի բնակիչները հնարավորություն ստացան լսել իրենց մայրցամաքի տարբեր մասերի երաժշտությունը։ Իհարկե ժամանակներն այլ են և հաղորդակցման միջոցները զարգացել են։ 2012 թվականին աշխատանքի ընդունվելիս Heather-ը ռադիոհաղորդման համար Facebook-ի էջ է բացել, որն այժմ ունի 500,000-ից ավելի հետևորդներ։ Սոցցանցերը և նորագույն տեխնոլոգիաները Աֆրիկայի երաժիշտներին այժմ հնարավորություն են տալիս իրենց երաժշտությունը ձայնագրել և ուղարկել Heather-ի հետ համագործակցելու համար։ Թեև հաղորդումը փոփոխությունների է ենթարկվում, այնուամենայնիվ Heather-ը փորձում է պահպանել ծրագրի ուղերձը, որն է կապել մարդկանց և լինել Աֆրիկայի ու Միացյալ Նահանգների միջև կապող կամուրջ։ Լիո Սարգսյանը փայլող աստղ է ինձ և մյուսների համար Ամերիկայի ձայնում և միլիոնավոր մարդկանց համար Աֆրիկայում։ Ես համոզված եմ, որ ուր էլ որ նա գնում է, միևնույն է ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ So, thank you, Leo. Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։